Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյանը եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստան Դաշինքի պատգամավոր, նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հայաստան Դաշինքի համամասնական ընտրացուցակով պատգամավորության տեխնացու, առաջին կին տեխնացու Աննա Գրիգորյանին, ողջույն Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Թեժ քարոզչական փուլում եք, ակտիվ մարզային այցեր, գյուղեր, համայնքներ, Երևան, ինչ տպավորություններ ունեք քարոզարշավից Տիկին Գրիգորյան այս պահին։ Լավ, ընդհանուր առմամբ բավականին ջերմ շփումներ քաղաքացիների հետ եւ զգում ենք, որ ընդհանուր տրամադրվածությունը մարդկանց այնպիսին է, որ պետք է հեռացնել այս իշխանություններին։ Եվ այդ իսկական տրամադրվածությունը ես զգում եմ ամենօրյա մեր շփումներում։ Տեսեք, մենք բնականաբար գործի բերումով, աշխատանքի բերումով ստիպված ենք նաեւ հաճախ հետևել բոլոր քաղաքական ուժերի քարոզչությանը։ Եվ ԿՓ-ն անմասն չի մնում այդ ամենից, ամենուր են իրենք, հա, որտեղ որ բացում ես ամենուր են, դա էլ հետո պետք է հասկանանք, թե ինչ ռեսուրսներով են իրենք ամենտեղ, հա, YouTube-ից սկսած, Facebook-ից, նույնիսկ սորական կայքերում ամենտեղ կարող ես տեսնել այդ իրենց սրտիկները։ Բայց այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կարծես թե վերջնականապես իր նյարդերին տեղի տվեց եւ այն արտահայտությունները, որը եւ ձեր քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ արտահայտեց ամենավերջին եղկելի բնորոշումներով, սա մտածված քարոզչական տեխնոլոգիա է, ինչպես որ շատերս մտածում ենք, թե պարզապես Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս եւ զգում է, հա, ինչ որ հարեհաս վտանգ, անհանգստություն։ Երբ որ հատկապես քաղաքական գործիչների նկատմամբ է իր ագրեսիվ հռետորաբանությունը դրսևորվում, հասկանում ես, որ դա հաշվարկված քայլ է, սրվում է իրավիճակը, որովհետեւ ամեն դեպքում ընտրությունների ժամանակ սրվում է եւ այդպես կոնսոլիդացվում է յուրաքանչյուր ուժի ընտրազանգվածը։ Բայց այս դեպքում հասարակ քաղաքացու նկատմամբ ինքը այնպեսի վարքագիծ է դրսևորում, որ փողոցային խուժանը նույնիսկ իրան այդպես կարող է չպահի կնոջ նկատմամբ։ Հիմա այսինքն ինքը չի գիտակցում, որ ամբողջ Հայաստանն այնպես չի, որ իրան ընդունում է, սիրում է, ինքը իրան ինչ են զեկուցում։ Նիկոլ ջան, քեզ ինչ են զեկուցում, որ քեզ թվում է, որ յուրաքանչյուրը պետք է գա քո ձեռքերը համբուրի, քո առաջ խոնարհվի։ Այդպես չի։ Իրականում ինքը չի հանդուրժում ինչ որ մեկին, ով իրեն հակադրվում է կամ իրեն չի ընդունում։ Այդ սրտիկները ում համար է։ Այդ սրտիկները ինքը ում համար է ցույց տալիս, եթե հասարակ քաղաքացին ասում է իմ հայրենիքը հանձնել ես, ու ինքը սկսում է գոռալ ու քաշքշել այդ կնոջը։ Լավ, նախորդին էլ զոհված Ազատ գյուղում, զոհված ինձ ծառայողի մոր նկատմամբ էր բանը ասենց հռետորաբանություն, ագրեսիվ խոսքը, բա գնացեք ընդդիմության ցույցերի մասնակցեք։ Լավ, այդքան լկտիություն ո՞նց կարա լինի։ Դու այդ կնոջ երեխային զորակոչել ես բանակ, տարել ես, տեղավորել ես կներեք բառիս համար մի հավաբնում, հետո ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ 15 երիտասարդ ուժեղ տղաներ մահացել են, որևէ բան պարզված չի, չգիտենք ինչու են մահացել տղաները, ու դու դեռ 30 ես հոխորտալ այդ կնոջ վրա, դու 30 ես հոխորտալ մի հասարակ քաղաքացու վրա, որ ասում է ինչու է մեր հայրենիքը հանձնել հազարավոր տղաների մահվան դատապարտել։ Բա քեզ թվում է 10,000 դրամ թոշակ բարձրացնելու համար պիտի բոլորը գան քո առաջ խոնարհվեն, բա 10,000 դրամ թոշակ բարձրացնելուց առաջ մտածի, որ մի ամբողջ հայրենիքից ենք զրկվել։ 21-26 թվականները պատմության մեջ արձանագրվել են որպես ամբողջական հայրենիքի կորուստ, Արցախի կորուստ։ Հիմա ինքը ինչքան էլ ուզի այս ամբողջ քարոզարշավին ասի, բա Ժորժ ջան, տեսեք, ձեզ համար ապահովագրություն եմ ստեղծել, 10,000 դրամ թոշակ եմ բարձրացրել։ Ինքը ամեն քայլափոխի ու դա բոլորս ենք տեսնում։ Առերեսվում այն իրականությանը, որը ինքը ստեղծվել է։ Առերեսվում է մի ծնողի, որի որդին զոհվել է։ Առերեսվում է մի արցախցու, ով հայրենիք է կորցրել։ Ու այսպես համատարած ինքը չի կարող խուսափել դրանից։ Նույնիսկ եթե որևէ անհատ քաղաքացի անձնապես իր ընտանիքից կորուստ չի ունեցել, բայց չէ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, հայ մարդ է, ով զգում է, ցավում է այն ամբողջ կորստի համար, որ իր հետ եղել է։ Համ կամ ինչ ասում, օրինակ այսօր այդ
կնոջ հետ խայտարակ միջադեպ է, Դա իհարկե որը իսկապես խոսում է նրա մասին, սարսափելի որ իր նյարդերը տեղի են տալիս ու ինքը Դա եմ ասում, իսկապես ինքը գիտակցում զգում է է անհանգստություններ, վտանգներ որոշակի։ Ինքը զգում է այդ վտանգը ու պատահական չի։ Դե կամ ակնհայտորեն այսօրվա դեղերի քանակը համապատասխան չի ընդունել, դա եւս կարա լինի, բայց ինքը առհասարակ զգում է այդ մթնոլորտը եւ կրկնում եմ քաղաքական գործիչների նկատմամբ սերված հռետորաբանությունը մի նպատակ ունի, բայց երբ որ այդ պորտկումը հասարակ քաղաքացու վրա է, ու այնտեղ գոռում է, բա Ղարաբաղի акցենտով, բարբարով եւ այլն, ինչ ունես դու այդ մարդկանց դեմ։ Դու ինչ ունես մեր բարբարի։ Դե այս երկրի ատելության խոսքի գեներատորը հիմնականում հենց ինքն է եղել, ուղղված հենց արցախցիների նկատմամբ, այսինքն սա հենց չեղավ, Իրան պատահական չստացվեց։ Այդ լարումը արցախցիների այդ տնավեր բնավեր ժողովրդի նկատմամբ ինքն է արել։ Ինքն է արել նաև իր այդ խոսափողիկները տարատեսակ, որոնք վխտում են սոցիալական ցանցերում, ինքն է արել եւ ես վստահ եմ, որ նաև ուղիղ հրահանգների միջոցով է արվում դա, որտեվ եթե դա իր մոտիվացիան չլինի, ապա դժվար այդպեսի ծանրագույն դրսևորումներ ստանալ այս ատելության խոսքը։ Եվ ինքը ատելության խոսքի համար մարդկանց է ձերբակալում։ Մենք տեսանք, որ նաև պաստառ վնասող մարդ մահացավ ինքնասպանության միջոցով եւ կարծես թե թեմայի մասին ոչ մեկ չի խոսում։ Այո, տեսեք այդ Նաև Արցախի մասով մարդ կա չէ, հələ մոլորյալ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը խեղճ, Նիկոլ Փաշինյանը ինչ անի Արցախը հանձնեցին ռուսները, Շահրամանյանը, նախկինները եւ այլն։ Բա հիմա որ լսում եք Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ խոսքը արցախցիների մասին, Արցախի մասին, որ արցախյան հերոսամարտը ճակատագրական սխալ է եղել, որ Արցախով խոսացող, այդ բարբարով խոսացող յուրաքանչյուր մարդ ատելության օբյեկտ է դառնում։ Բա ձեզ մոտ adekvat եզրահանգման չեք կարողանում գալ, որ ինքը դիտավորյալ է դա արել։ Ու այն իր բոլոր մեկնաբանությունները, որ ես կապ չունեմ ուրիշներն են արել, ինքը իր վարքագծով հակառակն է ապացուցում, որ ինքը այնքան է ատել Արցախը, այնքան է ատում արցախցիներին, որ ինքը հանձնել է հայրենիք, հազարավոր տղաներին դատապարտել է մահվան։ Եվ այո, այդ դրվագը երիտասարդ ընդամենը պաստառ պոկելու համար քրեական գործ է հարուցվում Եվ տղային տանում են ԶՊ հետո արդեն այլ հիվանդանոցում մարդը ինքնասպանություն է գործում։ Լավ ձեզ հերիք չեն այնքան մահերը, որ պատճառել եք այս ժողովրդին։ Էլ ինչ արյուն եք ուզում։ Ես իսկապես ուղղակի չգիտեմ այս մարդիկ քանի հայի պետքա ուղղակի դնեն հողի տակ, որ հանգստանան, իսկապես չեմ հասկանում։ Մի պաստառ պոկելու համար, բայց այսօրվա քո այդ ագրեսիվ քարոզչությունը, քո այդ ագրեսիվ հայհոյանքներով, ձեռքից քաշելով կնոջը որևէ հետևանք չպիտի ունենա։ Պատկերացնում եք, Ռիփսիմա, ես հիմա դուրս գամ, որևէ ԿՊ-ականի sense մատով կպնեմ։ Ձեզ 1 րոպե հետո կձերբակալեն։ 1 րոպե հետո կձերբակալեն։ Անմիջապես նիստ կգումարեն, անձեռնմխելիությունից կզրկեն, որտեղ դեռս մինչև օգոստոսի 2-ը շարունակում եք մնալ падգամավոր, չէ՞։ Եվ ձեզ անմիջապես կզրկեն անձեռնմխելիությունից եւ ձեզ կձերբակալեն։ Դա շատ արագ է լինելու, ես գիտեմ, 1 օրվա ընթացքում այդ հարցը կլուծեն։ Բայց տեսեք, ատելության խոսքով 2 օր առաջ կրկին մենք տեսանք մի բլոգեր, որը առանձնապես վիրավորական արտահայտություններ չէր, ասել էր Նիկոլ Դավաճան, թե ինչ որ վանկարկումներ էր չէ արել։ Մարդուն տարան ձերբակալեցին 1 ամսով։ Այո։ 1 ամսվա կալանք տվեցին։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ այսօրվա միջադեպին։ Տեսեք, անմիջապես ուղիղ վիրավորական արտահայտություններ է հնչեցնում, եղկելի վիրավորական արտահայտություններ է հնչեցնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչյանի նկատմամբ, հա։ Ես ցավով պետք է ասեմ, բայց պետք է մեջ բերեմ, ասում եմ սատկացնելու ենք, նստացնելու ենք, բայց այսօր նաև այսպիսի ավելի կոպիտ, հա։ Դե հիստերիկ նոպայի մեջ է եղել, հա։ Սա ատելության խոսք չի, ասենք օրինակ Հայաստան դաշինքը, ձեր падգամավորները, հենց երկրորդ նախագահը չի փորձի իրավական ճանապարհով պաշտպանել իր նկատմամբ արված ոտնձգությունները, վիրավորանքները։ Ծիծաղում ենք, ճիշտ է, ծիծաղում ենք, որովհետև օրինական իրավական ճիշտ երկրում, եթե այսպիսի դրսևորումներ լինում են, ապա միանշանակ պետք է արձագանքն է լինի։ Ես ուզում եմ իսկապես մեզ լսող մարդկանց հիշեցնել, որ սովորական քաղաքացիները Facebook-ում կոմենտ գրելու համար հիմա հայտնվել են կալանքի վայրում, նրանց նկատմամբ հետապնդում է հայտարարված, բայց մարդը օրը ցերեկով հրապարակային, հստակ գործողությունների մասին է խոսում, եւ դա դատախազը, այդ գերազանցիկ դատախազը, Նիկոլի օգնական դատախազը կարող է քնից արթնանող հասկանա, որ այստեղ կոնկրետ այնպիսի հանցակազմ կա, որ իրավական հետևանքներ պետք է ունենա։
Ես իհարկե հասկանում եմ, որ նորմալ իրավական երկրում մենք պետք է գնայինք իրավական ճանապարհով եւ այլն, բայց մենք այդ իրականության մեջ չենք ապրում, բայց ես ուզում եմ իրան ասել, որ իր այդ բոլոր հնչեցրած հռետորաբանությունը անպատասխան չի մնալու եւ եթե նկատել եք, բնականաբար մեր պատկերացումների դաստիարակության սահմաններում իհարկե արձագանքում ենք, բայց իրանք էլ պետք ես ավշտ հիմա ինչքան խոսում եմ, սովորաբար ժողովրդի հետ եմ փորձում խոսել, որովհետեւ իշխանության հետ խոսել կամ իր ընտրազանգվածի հետ խոսել էս փուլում բացարձակ անիմաստ գործողություն է, բայց պետք է ասել, որ 8 տարի շարունակ այս մարդը նույն բառապաշարն է օգտագործում, նույն բանի մասին է խոսում։ 8-րդ տարում երեք ով էր բանը, հա, Պապիկյանը, Տաշիրը ասում է հեղափոխությունը պետք է հասնի Տաշիր գրոտանի, 8 տարի է անցել։ 8 տարի անցնելուց հետո ո՞նց է գնում նման հայտարարություններ անում։ 8 տարի հետո ասում եք մարտի 1, հոկտեմբերի 27, 8 տարի ինչով եք զբաղված եղել։ Հասկանում եք, ու ես հույս ունեմ իհարկե, որ մեր ժողովուրդը ուղղակի զզվել է այս ամեն ինչից, զզվել է այս անդադար կրիզիսներից, անդադար այս քաոսից, ատելությունից, պառակտումից։ Երեք ես ելույթում էլ ունեցա Մալաթիա Սեբաստիայում քարոզարշավ էինք իրականացնում, մտանք մի այգի, որտեղ մի բիսեդկայում նստած էին մեզ սատարողները, մի բիսեդկայում նստած էին ԿՊ սատարողները ու իրանք իրար հետ չէին շփվում։ Լավ, ոչինչ պառակտումը հասել է գագաթնակետին, Նիկոլ Փաշինյանի սատարողը ինձ հետ շփվի չուզենա ինձ տեսնել, բայց հասարակ մարդը չի ուզում մյուսի հետ շփվել, հասկանում եք, մեր ժողովուրդը այսպես պառակտված է, ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները այդ պառակտումը միայն խորացնում է։ Հետևաբար իշխանափոխությունից հետո այս հարցն էլ պետք է լուծել։ Տեսեք, Տիկին Գրիգորյան, դուք մեր զրույցի սկզբում նշեցիք, որ հիստերիկանումը, նյարդայնանումը արդեն ամբողջությամբ ափերից դուրս է գալիս սովորական քաղաքացու հետ շփման ընթացքում։ Բայց տեսեք, ինքը քաղաքացուն ինչու՞մ է մեղադրում, ասում է դու ուղղակի քաղաքացի չես, դու եկել ես կամ Քոչարյանի կողմից, կամ չգիտեմ, հա, մնացած բանը Սամվել Կարապետյանի կողմից եւ բնականաբար աննազգաններով չի ասում, ամենազզվելի բնորոշումներն է տալիս քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ եւ ինքը կրկին ասում է, որ ես դու չես, քաղաքացին ինձ սիրում է։ Սրանք ուղղորդված մարդիկ են, ինքը անընդհատ տանում է թեզը դեպի այդ կողմ։ Սա ինչ է, ուզում է ինքը ընդգծի, որ սրանք պարզապես ուղղորդված մարդիկ են եւ ՀՀ քաղաքացիները բոլորը իրեն անվերապահ սիրում են, թե սա ուղղակի այսպես նախոտկայա փորձում է սլակները տանի այլ կողմ եւ չի ուզում առերեսվել այն իրականության ճշմարտության հետ, որի մեջ ինքը հայտնվել է այսօր։ Դե իրականում ինքը ամեն օր տեսնում է բազմաթիվ այնպիսի քաղաքացիների, ովքեր ասում են չենք ուզում քո երեսը տեսնել։ Երեք էլ մտել էր մի խանութ, այդ մարդը բավականին կուլտուրական ձևով ասաց ինչպես է ձեր տրամադրությունը, ասաց վատ, որովհետև ձեզ եմ տեսնում։ Ոչ հայհոյել է, ոչ պիտակավորել է, չէ՞, քաղաքացին ոչ մի բան ասաց, ձեզ անհաջողություն եմ մաղթում եւ տխուր եմ, որ ձեզ տեսել եմ։ Ինքը ամեն օր տեսնում է, չէ՞, այդ մարդկանց, ինքը ամեն քայլափոխի է տեսնում այդ մարդկանց։ Բայց այնպես է համակերպվի Գրիգորյան, այդ մարդկանց հետևից հետո գնում են հաստատ վստահ են։ Ես հաստատություն է տվել, որ գնում են այդ մարդկանց հետևից։ Բայց մի քիչ էլ այդ հոգեբանական պահը կա, էլի, այսինքն ինքը ոնց է պատկերացրել, որ այսքան ողբերգություններից հետո իր առաջ պետք է մի ամբողջ ժողովուրդ ուղղակի խոնարհվի, լավ հասկացանք վարչական ռեսուրս ունես, հասկացանք տենդերներով, այսպես տարբեր լծակներով կարողանում ես մի խումբ մարդկանց պահել քո իշխանության շուրջ, ինչպես բոլոր իշխանություններն էլ տենց մի խումբ մարդիկ ունենում են, որ նախկինում բոլոր իշխանությունների ժամանակ տարբեր բաների հասած հիմա քո կողքը տարբեր գրպաններում տեղավորվել են, լավ հասկացանք, բայց քեզ թվում է ամբողջ ժողովուրդը պետքա քո այդ տրամաբանության մեջ տեղավորվի, իհարկե այդպես չի։ Մարդկանց ես հիմա խրախուսում եմ չվախենալ, նրան տեսնելիս, նրան առերեսվելիս, ոչ թե դիտավորյալ գնալ դա անել, բայց եթե հանկարծ այդպես ստացվում է, հայտնվում եք մի իրավիճակում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ախրանայով եւ մի 100 հոգով այսպես գալիս է ձեզ վրա, ինչու իհարկե ամենահեշտ բանը չի այդ բանը խոսելը, բայց ես ուզում եմ իսկապես ձեզ շատ խնդրել, չվախենալ եւ քաղաքավարի առանց որևէ բանի, ինչպես էս կինը ոչ մի բան չէր ասում։ Հա, իրան չեր վիրավորում, չեր հայհոյում։ Ընդամենը ասում էր, որ իմ հայրենիքից ես զրկվել եմ։ Իր հայրենիք, ինչպես մենք բոլորիս հայրենիքն է, եթե իրանք անհայրենիք են, դա իրանց խնդիրն է, հա, ժողովուրդը ունի հայրենիք, Արցախը մեր հայրենիքն է, որից մեզ զրկել է Նիկոլ Փաշինյանը իր գործընկերների Ալիևի եւ Էրդողանի հետ միասին, բայց ինքը պետք է առերեսվի այդ իրողությանը, որ մարդիկ նրան ասելու են դա։ Հետևաբար ես մեր քաղաքացիներին այո, այդ առումով նաեւ կոչ եմ անում չվախենալ եւ ամեն քայլափոխի իրան հիշեցնել այն ամեն
ինչի մասին, ինչ որ ինքը արել է մեզ հետ մի ամբողջ ժողովրդի հետ։ Իսկապես եթե զգաք իր ամբողջ հռետորաբանությունը որտեղ գնում է, Պապի ջան, թոշակդ բարձրացել է։ Պապի ջան, վերահատվել ես։ Լավ, այս վերջին նախընտրական վերջի մի 2 ամսում 10000 դրամ թոշակ բարձրացեցիք, մեկ էլ առողջության ապահովագրությունը մտցրեցիք։ Բայց այդ ամենը լավ է, թող լինի, դա շարունակելու է լինել։ Բայց ողբերգությունների ամբողջ ծավալը, եթե 10000 թոշակը կարելի ավելացնել, պակասեցնել եւ այլն, ապա հայրենիքի կորուստը գոնե այս փուլում անվերադարձ է, անշրջելի է, բայց դու, չգիտեմ, էլի, ամեն դեպքում ես ուրախ եմ, որ մեր քաղաքացիները ունենում են այդ համարձակությունը ասելու ես վստահ եմ, որ այս իշխանությունը Փաշինյանի ղեկավարությամբ մտածել է, որ հայրենիքից զրկելը, այդքան զոհեր տալը կոմպենսացվում է թոշակի բարձրացմամբ, առողջապահության ապահովագրությամբ եւ այլն, ինքը այնքան վստահ է այդ հարցում եղել, որ փող տալով հարցը կլուծես, չգիտեմ, մի բանով շահագրգռելով հարցը կլուծես եւ իրեն էլ ինչպես դուք նշեցիք, զեկուցել են, որ հա վարչապետ ջան, մենք այս հարցը լուծել ենք, ժողովրդին մի քիչ փող ես տալիս, ինչ որ մի ձևակերպում ես այդ գումարը, ինքը արդեն լրիվ երջանիկ է։ Եվ ինքը հիմա որ դուրս է եկել փողոցներ, տեսնում է, որ չէ, ոնց որ տենց չի։ Նենց չի, որ իրեն վստահում են, նենց չի, որ այդ ամեն ինչ ինքը արել է, դրանով ինքը կարողացել է կոպիտ ասած փակել է ժողովրդի բերանը, ինձ թվում է ինքը դրանից շատ ծանր սթրեսի մեջ է ընկնում։ Բա պատկերացրեք, ինչքան մարդ էլ կա, որ կուզենա ասի այն ինչ մտածում է, բայց վախենում է, որ իրան կկալանավորեն, որ այս կնոջ իրավիճակում կհայտնվի, միջայլոց այս կնոջ նկատմամբ իրականացվածը միգուցե նաև այն պատճառով է, որ սրանից հետո որևէ մեկը չհամարձակվի իրան մոտենալ, որևէ բան ասել։ Այսինքն այնպեսի վախի մթնոլորտ ստեղծի, որ մարդիկ ուղղակի վախենան, հա ինչ որ բան ասել։ Բայց ինքը դա առերեսվելու է դրան եւ եթե նկատեք բոլոր ցույցերի ժամանակ դպրոցի ուսուցիչներ, երեխաներ, այնտեղ հրահանգավորված, որ ուսանողներ պետքա գնան, բժշկական հաստատությունների աշխատողներ, մանկապարտեզի աշխատողներ, ամբողջ վարչական ռեսուրսը այնտեղ դրված է, ինքն էլ հետո սիրուն նկարները նկարում է, բա տեսեք ժողովրդը ինձ ոնց է աջակցում։ Հետո երբ որ ակնհայտ է դառնում, որ դպրոցական ամբողջ կոլեկտիվը եկել է այնտեղ, ասում է, դե իրանց ասել են, որ դիմումը գրեն, մինչև քննություն կգնա եւ այլն։ Իբր իրանք հեչ խաբար չեն եղել, թե դա ոնց է իրականացվում։ Ես օրինակ տեսել եմ, որ նույն Սյունիքում իր հանդիպումները բավականին սակավամարդ, ես տեսել եմ, որ օրինակ Կապանում նույն հավաքը, որ իրականացվել է, բոլոր տեղերից ինչքան մարդ կար բերել են, հա իհարկե կապանցիներ էլ կան, ես ոչ չեմ ասի, որ այնտեղ կապանցի չկար, բայց այնքան տարբեր մարդիկ էին բոլոր տեղերից բերել, այնքան որ ունենային պատկեր, այնքան որ շոու ստանային, այնքան որ մարդկանց մոտ այդ հիմա ոնց է, չէ, ամեն ինչ այստեղով է նայվում, հա կադրը լավը լինի, ինչ որ շոուն տեղը լինի, ինքը շոուի է վերածել մեր երկիրը, հասկանում եք։ Ինքը կարա մտածում է, որ ամբողջ այդ ողբերգությունների ֆոնին ամենօրյա ռեժիմով համերգ կազմակերպի, այդ բեմը չհավաքվի հրապարակից, ամենօրյա ռեժիմով ինչ որ շոուներ եւ այլն, դրանով ջրվելու գնալու է, հայրենիքի կորուստը ջրվելու է գնալու։ Պետբյուջեի ֆինանսական միջոցները վարվում, չէ՞։ Պետբյուջեի ֆինանսական միջոցները մեկ, երկրորդը քաղաքացու տոնի կապակցությամբ շատ մեծ միջոցառում է կազմակերպվել, մեծ համերգ, բավականին համաշխարհային աստղերի ներգրավվածությամբ, որը ֆինանսավորել է իրենց հետ անմիջական կապի մեջ գտնվող գործարար։ Հիմա այստեղ կոռուպցիոն ռիսկ չկա, ես վստահ եմ, որ կոռուպցիոն ռիսկ կա, որտեղ քաղաքացու օրը, ինչքան էլ պետական տոնը համարվել, եւ այդպես արձանագրված է մեր օրացույցում, միևնույնն է դա բացառապես կապվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այսինքն Նիկոլի համար այսպես համերգ է կազմակերպել իրենց հետ փոխկապակցված անձը, որը ակնհայտ կոռուպցիոն դրսևորում է։ Մեր քաղաքացիները պետքա տեսնեն այդ համերգներն իսկապես ոնց են կազմակերպում։ Բա մեր պետական պարտքը 8 միլիարդով ավելացրել են այս մարդիկ։ Մենք շուտով 15 միլիարդ պետական պարտք ենք ունենալու, որը պետքա սպասարկել, որը պետքա փակել։ Ոնց ենք անելու դա, երբ որ դրա փոխարեն ոչ մի բան չի կառուցվել։ Մի խոշոր գործարան, մի խոշոր ենթակառուցված կատոմակայ երկաթգիծ, ոչ մի բան։ Ընթացիկ սպառողական ծախսերահոգ։ Պարքեվավճարների վրա է գնացել, նույն տեղ ասֆալտը քանդել, քերել, նորից փռել տարին 5 անգամ ուտեղ փող աշխատել, այսինքն մեր քաղաքացիները, որ գնում են համերգի, լավ են անում, թող գնան այդ համերգներին, բայց այդ ամբողջ ընթացքում մի 2 րոպե էլ թող մտածեն, որ դա իրանց գրպանից, իրանց էլ չէ, իրանց երեխեքի ու թորների գրպանից ցավոք չեմ պատկերացնում։ Գիտեք, որտեվ շատ դժվար է անուղակի պարտքը պատկերացնել եւ պրոյեկտել սեփական անձի վրա, որ սա իմ պարտքն է։
դա լավ չեմ պատկերացնում։ Մարդը պարտքը բացառապես իր անձնական պարտքի միջոցով է, չէ՞, պատկերացնում։ Դրա համար էլ է պետք մի քիչ համապարփակ պատկերացում ունենալ, թե ինչ ասել է պետություն եւ ինչ ասել է պետական պարտք։ Սա շատ բարդ բան է։ Պետությունը մենակ իրականում էլի այդ տժժալու մասին չի։ Իհարկե։ Պետությունը լրիվ այլ կոնցեպտ է, այդ ուրախանալը եւ այլն շատ կարեւոր է եւ դա յուրաքանչյուր անհատի առանձին կյանքի փուլ է, բայց երբ որ պետությունը դառնում է պերաշկի, կոկորոս, տժալ, փարթի եւ այլն դրա համար, իսկ այսօր ամենօրյա ռեժիմով որտե բացում ես կամ համերգա կամ իրանց էժան շոուներն են կամ հայհոյանքա կամ գորգռոցա քաղաքացու վրա, լավ մենք այս երկրում ենք ուզում ապրել։ Ես վստահ եմ, որ մեր ժողովրդի մեծ մասը ուղղակի զզվել է այս իրավիճակից, ուզում է առավոտյան արթնանա ստաբիլ, կոկիկ, առանց հայհոյանքների, առանց ագրեսիվության երկրում, որտեղ յուրաքանչյուրը կզբաղվի իր գործով, շնացնի մեր երկիրը եւ ոչ թե ատելություն ու պարակտումը, որ հիմա կա։ Տեսեք, օրեր առաջ իմ ընկերներից մեկը ինձ մի շատ հետաքրքիր տեղեկություն տվեց, եւ ես կարծում եմ, որ դա նաեւ մնացյալ այլ կրթական հաստատություններում է արդեն իսկ արված, ես սրա մասով էլ հետեւողական եմ լինելու, դպրոցների մուտքին շատ հաճախ, որ հանրակրթական դպրոց մտնում ենք, Մեսրոպ Մաշտոցի առաջին թարգմանությունը հայերեն, իմանալ իմաստություն եւ սխրատ, իմանալ զբանս հանճարով, եւ ասում է դա հանել են, սովորել իմաստություն եւ սխրատ, իմանալ զբանս հանճարով, ասում է այդ նախադասությունը հանել են Մաշտոցի եւ դրա փոխարեն գիտեք ինչ են փակցրել հիմա գրած սովորիր, որ լավ ապրես։ Սենց բան կա, ու ես խնդրել եմ, որ ֆոտոները ինձ փոխանցեն եւ նախկինում արված նկարները եւ ներկայիս ես այս մասով անպայման անդրադարձ ունենալու եմ եւ ես չեմ կարծում, որ դա միայն այդ մեկ դպրոցով է սահմանափակվե։ Վստահ եմ, որտեղ որ Մաշտոցյան այդ խոսքերը առաջին հայերեն նախադասությունը, որը իրապես ունի լուրջ բովանդակություն Տիկին Գրիգորյան։ Սա հանվում է ու ասում են սովորիր, որ լավ ապրես։ Այսինքն էլի այդ լավ ապրելու, ձեր նշած լավ ապրելու այդ պրոյեկտացիան է, էլի նորից տեղի ունենում։ Լավ ապրելն է այդ համերգներն է, ուտել խմել, քեֆ անելն է, բացառապես։ Այո, ոչ մեկ դեմ չի լավ ապրելուն, այո, պետությունը իր վրա պոզիտիվ պարտավորվածություն ունի այնպես անել, որ ամեն մարդ լավ ապրի։ Բայց չի կարելի պետական մակարդակով սպառողականության քաղաքականություն վարել։ Պետությունը այլ արժեքների փոխանցողը պետք է լինի դասագրքերում, կրթական process-ում, իր խոսույթով, իր վարքուբարքով, իր ընտանիքի արկայությամբ, թե ինչպիսի այնտեղ մթնոլորտ է։ Այդ մթնոլորտը փոխանցողը պետք է լինի եւ ոչ թե ասենց հայհոյախոսն ինչ որ մարդիկ, անհասկանալի սերիալային ընտանիք, սենց բանով, չգիտեմ, իրենց խմբով եւ այլն, ու հետո ու բնական է, չէ՞, որ այդ մարդիկ պետք է ասեն լավ ապրելը միայն դա է միակ կյանքի կրեդոն եւ դա է միակ այն բանը, որը առանց արժեքային համակարգի, առանց ժառանգության, առանց դե մեր մեջ փորձում են դա իսկապես դա մեզ փորձում են վերացնել, որ լավ ինչ եկեղեցու մասին եք մտածում։ Okay, որ սրբազաններ կալանքի տակ գտնվեն, okay, որ ամենայն հայոց կաթողիկոսը չկարողանա երկրից դուրս գալ իր նկատմամբ քրեական հետապնդում հայտարարվի, okay, որ ցեղասպանության հարցը այսպես հարցականի տակ դրվի ու մի հատ էլ հələ ասենք, դե հələ եկեք հաշվենք, քանի մարդ է եղել, որ ցեղասպանությանը զոհվել է, կամ ընդհանրապես կարող է հայերը այդտեղ մեղավորություն ունեն, եկեք ինքնահայեցում անենք, հասկանանք, արդյոք հայերն այդտեղ մեղավորություն ունեն, թե չէ։ Ինքը փորձում է մեզ բոլորիս ստիպի համոզի, որ okay է, որ մենք հիմա Արցախի էջը ամբողջությամբ փակում ենք ու համարում ենք դա ճակատագրական սխալ։ Հասկանում եք, մեր հերոսների, տղաների թափած արյունը իսկապես դարձնում են հանուն ոչնչի։ Դարձնում են անիմաստ մի բան, անիմաստ սողողություն։ Օրինակ ինքը կարար չի ասել, մենք ուզում էինք, չկարողացանք պահել, գոնե տենց ասի, այդքան չես լարվի իր դեմ։ Բայց ինքը գիտակցաբար տարել է հանձնման մեր հայրենիքը, գիտակցաբար հազարավոր տղաների մտել ուղիղ եթեր ասել է բրոնիժիլետ կասկան վերցրեք գնացեք առաջնագից։ Բայց հիմա էլ ասում է դա սխալ է եղել։ Բանը ինչի՞ չեք գնացել պատերազմ կռիվ։ Ով չի գնացել։ Ինձ ասեք, հիմա էլ անընդհատ է ասում, բա որ դա հանուն ոչնչի էր։ Ինչի՞ անընդհատ ասում ինչի՞ չես գնացել։ Հա, բա համ ասում ես ճակատագրական սխալ է եղել դա, համ էլ ասում ես չեք գնացել։ Մի տղա երիտասարդ հիշեք Տիկին Գրիգորյան, որ իրեն մոտեցավ, ասեց, գիտեք, ես ձեզ չեմ ներում Արցախի հանձնման մասով եւ ես ձեզ չեմ ընտրելու, մի երիտասարդ տղա էր, որը նախկինում իր աջակիցներ եղել, ու պատտվեց առաջին հետ, ասում է, եղբայր դու գնացել ես 44 օրյա պատերազմի մաս, բա ինչի՞ չես գնացել։ Այս տղան էլ ասում է,
շատ վատ էր կազմակերպված այդ հավաքները, դուք երևի գիտեք, բացատրում ասում եմ, ես գնացել եմ որպես կամավոր գրանցվել եմ զինկոմիսարիատում, բայց ինձ այդպես էլ միջև վերջ չկանչեցին, ասում եմ, ինչի պիտի կանչեին, վեր գնա։ Բա որ դու համեն ես ասում, համ հետո ես ասում, այսինքն մի հոգու գլուխ փրկվել է դրանից, որովհետև դուք տարել եք սպանդանոց այդ բոլոր երեխեքին ու հիմա էլ ասում ով ասեց 5000 են, 5000 չեն, հիմա է դրա վրա է խելագարության նոպաների մեջ ընկնում էլի, բայց տեսեք Տիկին Գրիգորյան, այսօր Հայաստանում մեկ ուրիշ խայտառակ վիճակ է, որի մասին դուք մի թեթև անդրադարձաք, բայց կուզենայի մի փոքր մանրամասնենք վախի մթնոլորտը, այո, վախի մթնոլորտ, որ մարդիկ նույնիսկ իրենց ընտանիքներում վախենում են բարձրաձայնել այս թեմաների մասին։ Վախենում են ասել, թե իրենք քաղաքական որ ուժի նկատմամբ ունեն համակրանք, որ ուժին են ընտրելու, վախենում են նույնիսկ իրենց հարևանների մոտ խոսեն։ Սա շատ ակտիվ այսպես հիշեցնում է ստալինյան ռեպրեսիաների ժամանակաշրջանը, իմ տատը հաճախ պատմում էր, որ մենք չենք խոսում այդպիսի բաների մասին, որտեղ կարող են կողքիդ հարևանը քո վրա գործ տալ ու քեզ ամբողջ տնով տեղով ուղարկեին Սիբիր, հա, աքսորի։ Այ հիմա դուք այդ նույն մթնոլորտում եւ այդ տրամադրության մեջ քաղաքացիներից ինչ իմպուլսներ եք ամեն դեպքում ստանում։ Այն որ ասում աչքով ունքով գոնե ասում են, թե ամեն դեպքում վախը շատ մեծ այսպես չափաբաժին է ստացել։ Ընդգծված մեծ է վախի մթնոլորտը, դե գիտեք, որ մենք գնում ենք օրինակ Երևանում հատկապես մեր շրջայցերի ժամանակ ուղիղ եթերը միացած պատտվում ենք Եվ շատ հաճախ մարդիկ զգալով, որ հեռախոս կա միացված մեր կողմ, կամ էս բարձրախոսը դրած է, ասում են, սենց աչքով ունքով ձեզ հետ ենք, բայց խնդրում եմ մի նկարեք մեզ, մի նկարեք մեզ, ու այդ ձայնագրությունները կա, այսինքն իսկապես մենք ասում ենք մի նկարեք, որպեսզի տվյալ քաղաքացու դեմքը չֆիքսվի, որովհետև պարզ չի ինչ կլինի այդ մարդու հետ։ Ի վերջո նրանցից մի մասը պետական համակարգում է աշխատում, ինչքան էլ հիմա ասենք պետական համակարգը այս իշխանությունների կողմն, այդպես չի։ Այնտեղ բազմաթիվ այսպես արժանապատիվ պաշտոնյաներ կան, ովքեր ես բազում ընկերներ ունեմ պետական համակարգում աշխատող, որ իմացեք, ձեզ չեն ընտրում իրենք։ Այո։ Հիմա այդ միջին օղակի պաշտոնյաներ են նայ։ Հիմնականում միջի, որտեղ ավելի բարձր է բնականաբար քաղաքական նշանակումներով են այնտեղ հայտնվել, բայց իմ ասածը հենց դա է, որ օրինակ այդ քաղաքացու դեմքը եթե ցույց տան, խնդիր կունենա, չէ՞, ինքը հետագայում։ Դրա համար մենք էլ շատ հաճախ ասում ենք խնդիր չկա, ձեր դեմքը ցույց չենք տալու, կարևորը գնացեք ընտրության։ Հիմա մի խոսեք, այնքան մարդ կա, որ ասում է, նենց եմ ուզում ձեզ լայք տնել, բայց չեմ կարողանում, ասում եմ, մի դրեք լայքը, այդ լայքը, լրացուցիչ հավանումը, մեզ այստեղ լավ բառ ասելը, փոխարինեք, ընտրության խցիկում, ընտրության գնալով, խցիկում ձեր համապատասխան նշումը կատարելով, որովհետև իսկապես այդ վախի մթնոլորտը աննախադեպ է, քանի մարդու են միայն լայք տնելու համար հեռացրել աշխատանքից, քանի կոմենտ գրողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել, պաստար պոկողը ի վերջո ինքնասպանության փորձ է կատարել։ Ու այսպես շարունակ, եւ ի վերջո այդ վախի մթնոլորտը հոմիայն այս նախընտրական քարոզչական փուլում չի սկսվել։ Սկսվել է այն ժամանակահատվածում, երբ սրբազանների նկատմամբ քրեական հետապնդում է սկսել, երբ սրբազանները հայտնվել են բանտախցում, երբ ազգային ժողովի падգամավոր օրինակ Արթուր Սարգսյանը արդեն 8 թե 9 ամիս արդեն գտնվում է կալանքի տակ, երբ ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ հարուցում քրեական գործ, Բագրատ Սրբազանը շուտով 1 տարի կլինի։ Բագրատ Սրբազանը ընդհանրապես 1 տարի է այնտեղ է։ Երբ Միքայել Աճապահյանը դատապարտվել է մեծ հաշվով։ Այո, տնային կալանք է։ Սամվել Կարապետյան աշխարհի ամենահայտնի հայը բարերարը արդեն քանի ամիս է գտնվում է կալանքի տակ։ Այսինքն ինքը այս բոլոր գործողությունները հոպատահական, պատահաբար, այսպես չմտածված չի արել, չէ՞։ Դիտավորյալ, գիտակցելով, որ եթե այս մարդկանց չեզոքացնում է, ոչ միայն իրանց գործոնն է չեզոքացնում, այլ նաև այդ տպավորությունն է ստեղծում, որ այս մարդկանց եմ կարողանում կալանավորել, հասարակ քաղաքացի, ինչ խնդիր կա քո հետևից գալու։ Հեչ խնդիր չկա։ Քո նկատմամբ, քո ընկերների նկատմամբ, ընտանիքի հարազատների նկատմամբ մի քրեական գործ ավել, մի քրեական գործ պակաս, ընդհանրապես խնդիր չունեն։ Ցավոք սրտի քննիչները ու հատկապես քննիչը Արտուր քննչական կոմիտեի ղեկավարը Արթուր Պողոսյանը ընդհանրապես չի խորշում, խնդիր չունի, ով է պետք, ում է պետք նրա նկատմամբ գործ հարուցել, գործը արագ ավարտին հասցրել, հետո տանել կալանքի, ընդհանրապես խնդրեմ չունեն։ Հետևաբար այդ վախի մթնոլորտը ակնհայտորեն կա, բայց մենք մեր քաղաքացիներին նախ ասում ենք, որ չվախենան,
հարմար առիթին, ոչ թե դիտավորյալ տեսնեն որտեղա որ գնան ասեն, բայց եթե Նիկոլ Փաշինյանին հանդիպում են, շատ բարեկիր ձևով ասեն այնինչ մտածում են, եւ եթե դա չեն կարողանալու ասել, ապա գոնե ընտրությամբ գնան եւ մերժեն այն քաղաքականությունը, որ իրականացվել է եւ իրականացվում է, ի վերջո այստեղ շատ հստակ է հայտարարում։ Ախր առաջ գոնե sense փորձում էին քողարկել։ Հիմա բացարձակ չեն քողարկում։ Ասում են մենք տարածքներ ունենք, որ պետք է հանձնենք։ Երբ որ մենք ասում ենք ոնց է հնարավոր խաղաղություն Ադրբեջանի հետ, երբ ադրբեջանական զորքը գտնվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, փոխանակ ասեն, հա, իրանք դուրս են գալու, բայց չեն կարա ասեն, չէ, որովհետև դուրս չեն գալու ադրբեջանցիները։ Նիկոլ Փաշինյանը կարա ադրբեջանական զորք դուրս բերի Հայաստանի Հանրապետությունից, չի կարա։ Հետևաբար ինչ է ասում։ Ասում է, բայց մենք էլ տարածքներ ունենք, որ ադրբեջանական։ Այսինքն ինքը գնում է իր նախընտրական խոստումը։ Այսինքն Տիգրանաշենի մասով է, չէ, ասում քյարքի մասով, որ պետքա վերադարձնենք։ Դա անգլավա։ Ֆիքսենք։ Իր նախընտրական խոստումը ոչ թե Հայաստանի սուվերեն տարածքների ազատագրումն է, այլ գոյություն ունեցող տարածքների հանձնումն է։ Պատկերացնում եք, մարդը գնացել է նախընտրական քարոզարշավի, ասում է ես գալու եմ տարածք հանձնեմ։ Ու ասում եմ, էլի տենց քողարկելու բան չկա, ասենց հատուկ չեն էլ փաթեթավորում, ասում է, այո, տարածքներ կան։ Այո, այդ անկլավները ադրբեջանական անկլավներ։ Բառացիորեն ասում է ադրբեջանական անկլավներ։ Նախկինում գոնե ասում է իրավական 5 դեռևս չեն ներկայացրել մեզ։ Այո, հիմա բացահայտ։ Հիմա ասում է դա ադրբեջանական անկլավներն է։ Սիրելի Արարատի մարզի բնակիչներ, Տավուշի մարզի բնակիչներ, խնդրում եմ իմացած եղեք, որ Աստղmi Արարածը իր վերընտրվելուց հետո տարածքներ են հանձնվելու, Տիգրանաշենը հանձնվելու է, Տավուշի այսպես կոչված անկլավները հանձնվելու են։ Ու ես հիմա ոչ թե ձեզ վախեցնում եմ, ոչ թե բայղուշություն եմ անում, ինքը բառացիորեն դա ասում է։ Ինքը դա բառացիորեն ասում է։ Ես իհարկե շատ նախընտրական քարոզչություններ տեսել եմ, ու ամբողջ աշխարհում, ոչ թե անձնապես, այլ ամբողջ աշխարհում հետևելով։ Ես չեմ տեսել նմանօրինակ քարոզարշավ, որ քաղաքական ուժը գնա ընտրության սեփական երկրի տարածքից տարածք հանձնելու խոստումով։ Սա ուղղակի աբսուրդ է։ Տեսեք, աբսուրդը չենք քննարկում, թե ինչ մակարդակի աբսուրդ է, բայց ի տարբերություն 21 թվականի նախընտրական քարոզարշավի, որ կրկին խոսույթը լկտի էր, կրկին անձնական վիրավորանքների մակարդակով էր, բայց 21 թվականի քարոզարշավի ժամանակ 44 օրից հետո նա այսպիսի բաներ չէր ասում ամեն դեպքում։ Ինչ էր ասում, ասում էր մենք Արցախի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնենք, չգիտեմ ինչ, Շուշի պետք է վերադառնանք, դեօկուպացիա, հիշում եք, այսպես բաներ էր ասում։ Եվ հետ պատերազմյան ստրեսի մեջ գտնվող հասարակության համար միգուցե դա նաև ինչ որ մոտիվացիա էր լսելու, հասկանալու, բայց պետք է հաշվի առնել, որ շատ ցածր տոկոսը գնաց ընտրության, թե չեմ սխալվում 47% այցելություն եղավ, հա, ընտրատեղամասեր քիչ էր, 50-եր չհասավ, դրա համար այդքան մեծ եղավ սրաձայների քանակը։ Հիմա ի տարբերություն 21-ի, այդ ձեր նշածն է, ասում է, հա, Արցախը Հայաստան հայերի հայկականության հետ կապ չուներ, լավ եմ արեհանձնել եմ։ Ձեր նշածը, որ Հայաստանի սուվերեն տարածքից պետքա տարածքներ կտամ, ասում է, ու շատ խրոխտ է ասում եւ շատ բարձրաձայն է ասում էս ամեն ինչը, բայց ես ապշում եմ, գիտեք։ Այս ամեն ինչը լսելուց հետո ասում են, երեք մի հատ կին ընկել գիրկը լացում է, ինքն էլ ասում է, լավ ինչ ես լացում, ինքն էլ չի հասկանում ինչի պիտի տենց լինի։ Ես էլ նայում եմ, ասում եմ, հասկանում եմ, հոգեկան եւ հոգեվոր անհավասարակշռության մեջ գտնվող մեր հասարակության մեջ տարբեր շերտեր կան, այդ մարդկանց իրապես պետք է նաեւ հոգեբանական եւ բժշկական աջակցություն ցուցաբերել, բայց հիմնվել այդ մարդկանց տեսակետի վրա, որ հեսա սիրում են ուշքները գնում է, ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այդքան անփառունակ վախճան է ուզում ունենալ, էլի ցավոք սրտի։ Հիմա ամեն ինչ ասում է Տիկին Գրիգորյանը։ Այո, ամեն ինչ ասում է, շատ բաց է ասում, շատ այսպես զզվելի նույնիսկ ինքնավստահությամբ է ասում, որ Արցախը հանձնել եմ, լավ եմ արել։ Այո։ Տարածքներ պիտի տամ, այո, պիտի տամ։ Այլևս համանդրություն ուզում ա փոխեմ, բա պիտի փոխենք, կարանք մենք չփոխենք, իհարկե պետքա փոխենք։ Եկեղեցին հիմնահատակ քանդելու եմ։ Բան նախընտրական ծրագրում ա գրել։ Այսինքն ավել էլ ինչ ասի, ավել էլ ինչ անի էս մարդը, որպեսզի sense մեծ ապտակ ստանա ժողովրդի կողմից, որ այլևս քեզ չենք վստահում, քեզ տեսնել չենք ուզում, ել չասած, որ դու պետքա իրավական պատասխանատվության ենթարկվես քո բոլոր արածների համար։ Ինձ թվում է ավելին ինքը երբ որ տեսնում է շատ իրանով ոգևորված մարդին, ինքը այդ ժամանակ պետքա զարմանա։
որովհետև մեր քաղաքացիների մեծամասնությունը իսկապես չի ուզում ընդունել այն ինչ մեզ հետ եղել է եւ չի ուզում ընդունել այն ինչ ինքը պատրաստվում է մեզ հետ անել ու նույնից եմ ասում սա իմ ու Ռիփսիմեի զրույցը այսօր տենց բան չի գուշակությունների դաշտից չի բառացիորեն այնա ինչ որ ասում ինքը ծրագրում գրել է որ կաթողիկոսին պետք է հեռացնի այսպես կոչված բարեփոխում պետք է իրականացնի որը նշանակում է մեր եկեղեցու քանդում գրել է չէ մենք չենք օրինում տարածքների հանձնումը մենք չենք օրինում չէ ինքը ասել է Արցախը համարել է չէ ոչ հայկական հասկանում եք ոչ հայկական ամարաս կա է այնտեղ գանձասար կա այնտեղ մարդը համարում է Արցախը ոչ հայկական տարածք հիմա եկեք հասկանանք եթե այդ նույն բանը հայ մարդը չասեր Ալիևը ասեր կասենք իր Թշնամին է ասում օքեյ է չէ իր համար հիմա Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ինչ տարբերություն կա մի տարբերություն ասեք Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ որովհետև Ալիևը մեր հայրենակիցներին այսօր պահվում է Բաքվի բանտում, խոշտանգում է իրականացնում, ասում է իրանք ռազմական հանցագործ են։ Այս էլ ստեղ է արդարացնում դա։ Նախ չի արձագանքում, երբ որ նման հայտարարություն հնչեցվում է, ու իր ընդհանուր հռետորաբանության, որ Արցախը հայկական չի, դա ճակատագրական սխալ է, հաջորդ բառն ասելու Հայաստանն ագրեսոր էր։ Դրանով արդարացնում այն հայտարարությունները, որ Ալիևն է իրականացնում։ Տարբերություն չկա, զրո տարբերություն։ Տեսեք, ինքը ասում է, որ Արցախը հայկական չէր, տվեցինք բրծանք թոկեր, պարաներ, չէ՞, այսպեսի բնորոշումներ ա տալիս։ Ասում է, բայց դրա արդյունքում մենք գտանք Հայաստանի ինքնիշխանությունը, չէ՞, ինչ որ sense անհեթեթ մտքեր է արտահայտում։ Բայց հիմա այդ Հայաստանի ինքնիշխանության մասին ենք խոսում, որ տարածքներ է տալիս, չէ՞։ Բայց եկեք դա էլ արդեն հակասություն։ Հիմա եկեք դա հասկանանք, Ռիփսիմե։ Մենք երբևէ խնդիր ունեցել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության հետ։ Ում օրոք ենք սկսել ունենալ։ Պարսը։ Ասեք, դուք ասեք, թող լսեմ։ Այսինքն երբեք Ես 91 թվականին եմ ծնվել, Հայաստանը 91 թվականին անկախացել է։ Անկախությունից ի վեր ես էլ չեմ տեսել, որ մենք մեր տարածքում խնդիր ունենայինք։ Երբ ենք խնդիր ունեցել, այս իշխանության օրոք։ Հիմա այսինքն կարելի է դոշին խփել Հայաստանի դրոշն ասել, մենք այս տարածքը ապահովել ենք եւ այլն, բա ապահովեիր։ Բա քո իշխանության օրոք եք մենք այդ տարածքներից կորուստ ունեցել։ Լավ, ո՞նց կարելի է այսքան ցինիկ լինել։ Հիմա մեր տարածքային ամբողջականությունը խաթարված է, իրանք չեն վերականգնելու, դրա մասին բացեի բաց հայտարարում են։ Հա ինչ որ տենց լողոզված սահմանազատում, սահմանագծում կլինի, լինող լինել մի սանտիմետր կվերադարձվի։ Սահմանագծումը ոնց որ թե չեն անում թուրքերը։ Իհարկե չեն անում։ Որովհետև իրենք մտածում են, տեսնենք ինչ ա լինում, ինչը սահմանազատեն, կարող են կան ամբողջը վերցնել։ Ու հետո երբ որ ինքնիշխանությունից ենք խոսում, Գրիգորյանի չի կան սահմանազատեն իզուր ռեսուրս ծախսեն։ Երբ որ ինքնիշխանությունից ենք նաև խոսում, չէ՞։ Դուք պատկերացնում եք որևէ ինքնիշխան երկիր, որի սահմանադրությունը, մայր օրենքը փոխվեր հակառակորդի երկրի պահանջով։ Այս ինչ ինքնիշխանություն է։ Ռուսաստանը ընդեղից ասում է մի հատ կողմնորոշվեք, ԵՄԹ ԵԱՏՄ այդ ուլտիմատումն է դնում։ Թուրքիան ասում է, որպեսզի ես ու դու հարաբերություններ կարգավորենք, դու էլ մի հատ գնա Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորի, այդքան ինքնիշխան ենք էլի, որ մեզ հետ զրույց չեն անում, ասում են գնա այնտեղ հարցերդ լուծի, նոր կմտածենք իրար հետ հարաբերություններ կարգավորում, թե չէ։ Ադրբեջանը մի ամբողջ ցանկ է դրել սեղանին, ասում է այս պահանջները իրականացրու, կհասկանանք հենց ձեզ հետ ստորագրելու բան կա, թե չկա։ Այսքան ինքնիշխան ենք մենք, այսքան ինքնիշխան։ Էլ չեմ ասում, ինչքան ստորացուցիչ է խոսել հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության մասին, երբ ազգությամբ հայեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձինք, մեր նույն կապույտ պասպորտ ունեցող մարդիկ, այս պահին գտնվում են Բաքվի բանտում։ Եվ ես օրինակ ամեն անգամ, այս վերջերս էլ գնացել ենք Դիլիջան, այդ զրույցն էինք ունենում մեր թիմակիցներով, որ Դիլիջանը երկրորդ կյանք հաստատել նաեւ Ռուբեն Վարդանյանի իրականացրած ծրագրերի միջոցով։ Միջազգային դպրոցը բացվելուց հետո իսկապես նոր կյանք ստացավ, չէ՞։ Դիլիջան համայնքը, բայց հիմա այսօր այդ մարդու մասին որևէ բան չի, նույնը Տաթև համայնքը։ Այսինքն կարելի է մեր հայրենակիցներին վերաբերել որպես ոչ մի բան, որպես սովորական իր եղած չեղած, այդպես չի, չէ։ Հիմա ես ինքս որպես հայ ստորացված եմ զգում, որ այնտեղ դեռ կան մարդիկ ամբողջ ունենց չի որ մենք սենց ջայլամի պես գլուխներս գցենք հողի մեջ, ասենք մենք չենք տեսնում, ամբողջ աշխարհն էլ չի տեսնի։ Ամբողջ աշխարհը տեսնում է մեզ այդ տեղի ունեցողը։ Մեզ այդ տեղի ունեցողը տեսնում է, որ մենք տեր չենք կանգնում մեր քաղաքացիներին, տեր չենք կանգնում մեր տարածքներին, տեր չենք կանգնում մեր սահմանադրությանը, մեր եկեղեցին, ամենալկտի ձևով հետապնդում ենք այն մարդկանց, ովքեր ամբողջ աշխարհում արժեք են ներկայացնում հայ մարդու տեսանկյունից, հոգևոր առաջնորդությունից, բիզնես նախագահներ, սպորտսմեններ եւ այլն։ Ամբողջ աշխարհը հոդա տեսնում է։ Բայց դա այդ ամբողջ աշխարհը ինչ որ տեսնում է, ձայն չի հանում, որովհետեւ շահեր ունի եւ յուրաքանչյուրը իր հերթին փորձում է իր
տորթի մի կտորը սրա միջոցով փոկել։ Այս է մեր խնդիրը։ Համաձայն եմ, բայց ես աշխարհի հետ խնդիր չունեմ։ Ես խնդիր ունեմ մեզ հետ։ Իհարկե։ Մեր գործողությունների հետ ու մեր ընկալումների հետ։ Թե չէ պարզ է Եվրոպան իր շահերն ունի, Ռուսաստանը իր շահերն ունի, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը բոլորն իրենց շահերն ունեն։ Մենք մեր շահերի տերը պետք է լինենք։ Եվ Տիկին Գրիգորյան, վերջին հարցս, այսօրվա դրությամբ բոլոր քաղաքական ուժերը զբաղված են սոցիոլոգիական հարցումներ իրականացնելով։ Մենք ամեն օր կարելի է ասել, տեսնում ենք տարբեր տոկոսներ, անցումային շեմերը հաղթահարած ու չհաղթահարած ուժեր, մի մասը արժանահավատություն որոշակիորեն ներշնչում են, մի մասն էլ լրիվ աբսուրդի ժանրից են, այսպես նաև դարձել են որոշ սոցիոլոգիական ընկերություններ, ինչ որ sense մի քիչ գրպանային տպավորություն են թողում, էլ չես իմանում էլի կներեք, բայց այն որ ով շատ փող տա, իրան շատ տոկոս կգրեմ, այդպիսի տպավորություն կա։ Ամեն դեպքում դուք Հայաստան դաշինքը ունի իր տվյալները, որը նաև ներքին աշխատանքային թղթեր են, փաստաթղթեր են, այսպես ասած, սոցիոլոգիական պատկեր է, որով որ դուք այսպես ասած շարժվում եք նաև առաջ, պատկերացումներ կազմելու մինչև քարոզչությունը, հետո այ ինչ իրավիճակ է այդ մասով ձեր Բնականաբար մենք ունենք այդ սոցիոլոգիան բարբերաբար իրականացնում է, որովհետև քաղաքական ուժը հատկապես ընտրապայքարի փուլում չի կարող այդ սոցիոլոգիան չիրականացնել ու իրականացում է ոչ միայն որպեսզի ֆիքսվի թե դու որքան տոկոս ունես, դա ընդհանրապես մի մասն է, այլ նաև թե որ թեզերն են ավելի աշխատում, որն է պահանջարկը ժողովրդի, կոնկրետ քո քաղաքական ուժի հետ ինչն է ասոցացվում, ինչը պետք է շեշտադրել, ինչը ավելի նվազ շեշտադրել, այսինքն այդ սոցիոլոգիան մենակ մեզանում ավելի դայա չէ ընկալվում, որտեղ քանի տոկոս ռեյտինգ ունես, մինչդեռ այնտեղ շատ ավելի տարբեր շերտեր կան, որոնց հետ մենք աշխատում ենք նարատիվների ձևավորման եւ հետո նաեւ կոմունիկացիայի տեսանկյունից, հետո նոր հարցում հասկանալու համար դա որքանով է իր ազդեցություն ունենում եւ այլն եւ այլն։ Բայց այն որ մենք հիմա պարզ չէ որ ես թիվ չեմ հնչեցնի, բայց այն որ մենք ունենալու ենք զգալի ազդեցություն իշխանափոխության հարցում, դա ես կարող եմ վստահաբար պնդել։ Շատ լավ, շնորհակալ եմ այսօր հրավերս ընդունելու համար։ Ձեր քարոզչությանն է հաջողություն մաղթում։ Շնորհակալ եմ շատ։ Ինձ մնում է ես մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալել է Հայաստան դաշինքի падգամավոր, նաև Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու Աննա Գրիգորյանին։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ